Իրանական գազը կարող է փոխարինել ռուսականին հայկական շուկայում։ Իրանի Իսլամական Հանրապետություն գազի ծավալներով աշխարհի երկրորդ երկիրն է զիջելով միայն Ռուսաստանը։ Իրանը գազի հսկայական պաշարներ ունի, բայց էներգետիկ փորձագետը վստահ չէ, որ Իրանից հնարավոր է գազ գնել այն գնով, ինչ Ռուսաստանից։ 1000 խորանարդ մետրը $170։ Այլընտրանք միևնույն է այդ գնին չկա, իսկ դուք եթե ասված չան $240 դառավ, ապա դժվար թե այդ գնով թե Իրանից, թե այլ երկրից, թե Ադրբեջանից ոնց որ սանք են ասում գազ հնարավոր լինի բերել։ Նույն ինքը Իրանը ժամանակին գազը մատակարարում էր Թուրքիային մոտապես $400-ով։ Արմեն Մանվելյանը չգիտի գազի սակագնի վերաբերյալ Թեհրանում ինչ են բանակցել Հայաստանի տարածքային կառավարման եւ Իրանի նավթի նախարարները, բայց ըստ նրա, եթե արդեն օրակարգ է մտել իրանական գազի մատակարարումը ավելացնելու հարցը, նշանակում է Փաշինյանի կառավարությունը հասկացել է ռուսական գազի հնարավոր թանկացումը կոլապսի է ենթարկելու Հայաստանի տնտեսությունը եւ ուրեմն գազի ներկրման այլընտրանքային ուղիներ պետք է փնտրել։ Տեխնիկապես մենք այդ գազը կարանք ներմուծենք, որտեղ ժամանակին կառուցված Իրան-Հայաստան գազամուղը ինքը ամբողջությամբ հնարավորություն է տալիս էլ բավականին մատակարարել Հայաստանին ամբողջ ծավալով գազ, ինչքան որ պետք է։ Էներգետիկ փորձագետի հավաստմամբ Իրան-Հայաստան գազատարով մեր երկիրը կարող է ստանալ անհրաժեշտ կապույտ վառելիքի ամբողջ ծավալը։ Հայաստանը տարեկան օգտագործում է 2 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ 2007-ին բացված գազատարով 2 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետր վառելիք կարող է մտնել Հայաստան։ 140 կիլոմետրանոց խողովակաշարը հիմա ընդամենը 20%-ով է գործարկվում։ 80%-ը դատարկ է։ Փորձագետները նկատում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմավարական բարձր մակարդակի վրա են, իսկ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները ինչպես միշտ թշնամական, բայց իշխանությունը կարողացավ եւ Մոսկվայի եւ Վաշինգտոնի ցանկություններին հակառակ կառուցել իրանական գազատարը, առաջ մղելով Հայաստանի կենսական շահերը։ Ռացիոնալիզմի հաղթել է շատ տրամաբանական այն գիծը, որ խողովակաշարը այնքան պետք է լինի, ինչքանը որ կբավարարի Հայաստան ամբողջությամբ։ Եթե մի պահ Ռուսաստանը դադարի գազ ներմուծել Ռուսաստանից, ապա մենք պետք է ունենանք մի խողովակաշար, որը 100%-ով կբավարարի Հայաստանի պայմանները։ Մանվելյանը վստահ է, եթե անգամ Իրանի հետ Հայաստանի գազային բանակցությունները հաջողությամբ ընթանան եւ մեր երկիրը կարողանա հարմար գնով անհրաժեշտ քանակի գազ ստանալ, դրա դիմաց Թեհրանը հստակ քաղաքական պայմաններ է թելադրելու։ Քաղաքական պայմաններ պարտադիր լինելու են։ Չի բացառվում, որ Հայաստանին արտոնյալ պայմաններով գազ մատակարարելու հարցը լուծելու պայմանը դառնա TRIP նախագծի վերանայումը իրանական ճաշակով։ Իրանցի պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ հայտարարել են թույլ չեն տալու ամերիկյան ներկայություն իրենց սահմանների մոտ։ Ցանկացած սցենար հնարավոր է։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։